Ուզում եմ ընդգծել տրանսպորտի ուղղությունը, կարևոր էր Ագարակ Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը, ամեն առիթի դեպքում մենք իհարկե ընդգծում ենք, թե որքան կարևոր է եւ որքան ենք մենք գնահատում Իրանի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության վերաբերյալ, սա դիրքորոշում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հնչեցնում են։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ողբերգական ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի արարողությանը, վարչապետը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեժեշքյանի երթմնակալության արարողությանը, վարչապետը երկու հանդիպում են ունեցել գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ, տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Փեզեշքյանի երկու հանդիպում եւ մեկ հեռախոսազրույց։ Իրանում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է պաշտոնական այցով այցելել Իրան։ Ինքս երկու հանդիպում եմ ունեցել Իրանի նախարար Արաղչիի հետ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթականիստի շրջանակներում վարչապետի հրավերով Հայաստան է այցելել Իրանի առաջին փոխնախագահ Արեֆի գլխավորած պատվիրակությունը։ Ընթացիկ տարվա արդեն փետրվարին ես հնարավորություն ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին եւ առաջիկայում եւս սպասվում են շփումներ, մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաեւ Երևանում։ Մեր 4-րդ հարևանը, ում հետ նախորդ տարի հաստատեցինք ռազմավարական գործընկերություն, Վրաստանն է։ Իհարկե, նաև այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթը ստորագրվում էր, ընդունվում էր, մենք շեշտում էինք Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները ըստ էության մինչ այդ էլ բնույթով, բովանդակությամբ, էությամբ ռազմավարական էին, բայց նաև մենք այժմ փաստաթուղթ ստորագրեցինք այդ մասին։ Հույս ունենք, որ այս փաստաթուղթը նորից կօգնի ավելացնելու մեր գործընկերության շրջանակը։ Վարչապետերը փոխադարձ պաշտոնական այցեր են ունեցել, իմ այցն է տեղի ունեցել Թբիլիսի, որը էլի արդեն առաջիկայում ուրեմն հանդիպումներ են նախատեսվում, այդ այցը արդեն իսկ փոխադարձվել է այս տարվա հունվարին։ Առևտրաշրջանառությունը 333.5 միլիոն ԱՄՆ դոլարից մի փոքր ավել է, աճել է 27%-ով 23 թվականի համար, սա եւս շատ շոշափելի ուրեմն ցուցանիշ է եւ կրկին շեմը չի, սահմանը չի տեղ կա ավելացնելու։